Ազատության հրապարակում երգերը երեկ երեկոյան հնչում էին Սասնա Ծռերին հաց հասցրած Արթուր Սարգսյանի պատվին։ Ամեն մեկս պետք է մտածի իր նվիրյալ լինելու, իր անձնազոհության չափի մասին, իր ներսում։ Արդյոք մեզանից քանիսն են պատրաստ այդպիսի անձնազոհության։ Որովհետև այս երկրում, որտեղ համատարած հացը ոչ թե բերում են, այլ տանում են որբերի բերանից բառացիորեն։ Հաց բերողները քիչ են մնացել եւ այդ շարքերը պետք է համալրվեն մեզանով։ Հեղինակ կատարող Վահրամ Մթնշաղը երգում է մեր օրերի մասին, երգերը ծնվել են երկրի օրհասական խնդիրների հետևանքով։ Ուրեմն մի հատ պարզ թեթև հաշվարկ, թե տարեկան եւ առհասարակ ինչքան լավ մարդ է Հայաստանից գնում։ Ես պատկերացնում եմ այդ մարդիկ ստեղ լինեն, իրանք հանդուրժող մարդիկ չեն։ Ամեն մեկն իր դիրքում, մենք ունենենք ամուր երկիր։ Ու ինձ թվում է գալու այն օրը, երբ որ իրանք հետ են գալու, որտեղ իրանք սիրում են այս հողը։ Հետ կգան բոլոր տարապերից, ստիպված են լքել Հայաստան։ Ի աջակցություն Սասնա Ծռերի հավաքների ակտիվ մասնակից Անին Ավասարդյանն այս անգամ իր զորակցությունը հայտնում է Կոմիտասի միջոցով։ Հաց բերողին նվիրված համերգի ժամանակ հիշում են նաև ապրիլյան պատերազմի հերոսներին։ Իմ սիրտը երկուկես դարած, քարափին բախված ծեր նավի նման, մի կողմում թողած տարապանք ու վիշտ, իսկ մյուսում սփոփանք զարթոնքի ծնված, արդեն շատ վաղուց քեզով է ապրում։ Համերգն ուղեկցվեց դրամահավաքով, որի հասույթը կփոխանցվի Արթուր Սարգսյանի ընտանիքին։ Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մեղադրվում է պատանդներ պահելու եւ զենք զինամթերք տեղափոխելուն եւ պահելուն օժանդակելու մեջ։ Սասնա Ծռերին հաց հասցրած Արթուր Սարգսյանը թեև ունի առողջական խնդիրներ, գտնվում է կալանքի տակ։ Դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։